Սիրելի Աստծո ժողովուրդ, ուրեմն ասեմ, որ կար մի ժամանակ, ասենց ներկայացնեմ, որ ինձ թվում էր, որ իմ հոգևոր կյանքը շատ լավ ընթացքի մեջ է, ամեն ինչ նորմալ է, ու մի օր ես աղոթ կարեցի Տիրոջը ու ասեցի. Տեր իմ Աստված, խնդրում եմ խոսա իմ հետ, ես ուզում եմ հասկանամ դու գոհ ես ինձանից թե ոչ։ Ես ուզում եմ հասկանամ, որովհետև հասկանում եմ, երբ որ մեկի մոտեցում ես աշխատում ես, մեկին մի գործ ես անում, սպասում ես, որ գործատուից լսես պատասխան գոհա քեզանից թե ոչ։ Ու մի օր կարդում էի Աստվածաշունչը, միտեղ էի կարդում Աստծո խոսքից, Սուրբ Հոգին խոսած հետս ու ասեց, որ այսենց եմ ուզում որ ելնես, էս է իմ ուզած երկրպագությունը։ Անցավ մի ժամանակ մտածում էի այդ խոսքերի վրա, ու մի օր գիշերը աղոթքին ժամը 2-ի կոմերն էր, Սուրբ Հոգին խոսած հետս ասեց ուզում ես ճանաչել Աստծուն, ասեցի այո Սուրբ Հոգի շատ եմ ուզում, ասեցի միկվանից սկսի ինքդ քեզ ճանաչել, դու ինքդ այսօրվանից սկսի քեզ ճանաչել։ Ու այդ պահին իմ միտքը եկավ Դավիթ թագավորի խոսքերը, որ Դավիթ թագավորը ասում էր Տեր իմ Աստված հայտնիր իմ սրտի ծածուկ բաները։ Եվ ասեցի Տեր իմ Սուրբ Հոգի, խնդրում եմ առանց քեզ ես չեմ կարա, հասկանում եմ, որ ես չեմ կարա իմ սիրտը ճանաչեմ, օգնի, որ ես տենամ քո ուզած ձևով։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգուց, օգնեց, որ ես կարողանամ մտնել իմ սրտի մեջ, իմ կյանքի մեջ, հասկանամ, թե ես ով եմ իրականում, Աստծո աչքերով։ Ու երբ որ ես տեսա, ասեմ, որ շատ մեծ պայքար է, դժվարություն է, երբ որ մարդը իր դեմ է պայքարում։ Մենք այսօր կարանք շատ մարդկանց գնահատականներ տանք, մարդկանց սրտերը ճանաչենք, բայց ամենադժվարը մեր սիրտը ճանաչելն է։ Երբ որ ես տեսա իմ սիրտը, տեսա, որ իմ սրտի գահին նստած է իմ եսը, ու շատ բաներ կար, որ ես սկսեցի ամանչել։ Գիտեք, Տիրոջ խոսքն ասում է, բնակը, բաժակը դրսից մի մաքրեք, այլ ներսից մաքուր լինի։ Ու ես տեսա, որ շատ բաներ կա, որոնցից ես սկսեցի ամանչել Տիրոջ առաջ։ Հետո իմ աչքի առաջ Տերը բերեց մարդկանց, որոնց ես ճանաչում էի, երիտասարդներ, որոնք ինձանից ավելի տեսքով, խելքով, շնորհքով, որ ես իրանցից շատ բաներ կարայի սովորեի, բայց այդ մարդիկ հողի տակ պառկած են։ Ու ես հասկացա Աստծո ողորմությունը իմ կյանքում սկսեցի ճանաչել, թե ինչքան բարի Աստված իմ հանդեպ ողորմած է, որ ես այսօր կամ այդ իմ շնորհքը չի։ Հասկացա, որ ես ոչ մեկից էլ լավը չեմ, առավել չեմ, գերազանց չեմ, ժողովուրդ ջան։ Ու այդ ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ ամենամեծ դժբախտությունը իմ կյանքում, հավատացյալի կյանքում, դա այն է, կապ չունի մարդը քանի տարվա հավատացյալ է, անգամ կարանի ծառայության մեջ, ամենավատը, ամենամեծ դժբախտությունը, երբ որ հավատացյալը ինքը իրան խաբում է։ Ամենամեծ դժբախտությունը է սա։ Երբ որ մենք Աստծո խոսքը լսում ենք, Աստծո խոսքը մեր ուզած ձևով ենք ձուլում մեր մեջ։ Ոչ թե մենք ձուլվում ենք Աստծո խոսքի մեջ, այլ Աստծո խոսքն ենք մեր ուզած ձևով ձուլում։ Մենք կլինենք եկեղեցում, բայց մենք չենք լինի Աստծո ուզած անոթը։ Բայց երբ որ ուզում ենք լինենք Աստծո ուզած անոթը, մենք պիտի ձուլվենք Աստծո խոսքի մեջ։ Հիմա ուզում եմ կարդանք այդ տեղը, բայց միջև կարդալը մի Աստծո մարդ մի բան ասում է երկրպագությունը դա կյանք է, փառաբանությունը դա խոսք է։ Երկրպագությունը մեր շաբաթվա 2-3 ժամ այստեղ լինելը չի, երկրպագությունը մեր առավոտն ու իրիկունն է, գիշերն ու ցերեկն է, մեր 24 ժամն է։ Աստված ուզում է, որ մենք իրան երկրպագենք հոգով ու ճշմարտությունով։ Իսկ ինչ է նշանակում, երբ որ Աստված ասում է Աստված հոգի է եւ նրան երկրպագողը հոգով ու ճշմարտությամբ պիտի երկրպագի, դա պիտի լինի Սուրբ Հոգին, որ մեր մեջ է իր հետ միաբանելով ու Աստծո խոսքի ուղեկցությամբ։ Եթե մեր երկրպագության մեջ Աստծո ուղեկցությունը չկա, ծռված է ինչ-որ բան, ուրեմն պետք է ուշադիր լինենք։ Թող Աստծո անունը փառավորվի։ Բերեք կարդանք Երեմիայի մարգարեությունից առաջի խոսքից 7-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 11 խոսքը ասեմ, որ ես համանել է, ես կարդում էի ու Տերը ինձ Սուրբ Հոգին խոսած։ Խոսքը ունի վերնագիր երկրպագության ասում երկրպագելու 10 կետերը, բայց մենք կկարդանք խոսանք մի կետի մասին։ Բերեք կարդանք այդ տեղը, որտեղ Սուրբ Հոգին խոսած իմ հետ։ Աստծո պատգամը ուղված Երեմիա 7-րդ գլուխ։ Ահա այն պատգամը, որ Տերը տվեց Երեմիային ասելով.
կանգնիր Տիրոջ դռան դեմ մոտ եւ այնտեղ հայտարարիր այս խոսքերը կասես. Լսիր Տիրոջ խոսքը ողջ Հրեաստան, դու որ մտնում ես այս դռներով երկրպագելու Տիրոջը, այսպես է ասում զորությունների Տերը, Աստվածն Իսրայելի, ուղեցեք ձեր ընթացքը ու վարքը եւ ես կբնակեցնեմ ձեզ այս վայրում։ Մի ապավինեք սուտ խոսքերին նրանք, որ ասում են Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը։ Տիրոջ տաճարը բոլորովին ձեզ չի օգնի։ Եթե իսկապես ուղեք ձեր ընթացքը ու վարքը, եթե այր մարդու եւ նրա ընկերոջ միջև օրենքն ու արդարությունը պահեք, օտարականին որփին ու այրուն չնեղեք, անմեղ այրուն չթափեք, այդտեղ եւ չարության չհանդիպելու համար օտար աստվածների չհետևեք, ապա ձեզ կբնակեցնեմ այն վայրում, այն երկրում, որը Հավիտյանս Հավիտենից տվեցի ձեր հայրերին։ Իսկ եթե դուք սուտ խոսքերին ապավինեք, ինչից ոչ մի օգուտ չեք ունենալու, եւ գողանաք, սպանեք, շնություն անեք, սուտ երթում տակ, խնկարկեք բահաղին, հետևեք օտար սուտ աստվածներին, որոշ չեք ճանաչում, ապա ձեզ կհասնի չարիքը, ու դուք կգաք իմ առաջ այս տան մեջ, որի վրա իմ անունն է դրված, եւ կասեք հրաժարվեցինք բոլոր այս գարշելի գործերը կատարելուց, միթե ձեր աչքին ավազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրա իմ անունն է դրված, ահավասիկ ես տեսա, ասում է Տերը։ Այս խոսքերի վրա էր, որ Սուրբ Հոգին աշխատանք տարավ իմ հետ, շնորհակալ եմ, ես տեսա ու ճանաչեցի ինձ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, առաջի կետը տեսեք ստե Տերը ինչ ասում։ Տերը պատվիրում է Երեմիային, ասում է գնա կանգնի տաճարի դռան առաջ եւ ասա այս խոսքերը ողջ Հրեաստանին։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է, ասա ողջ Յուդային։ Այսինքն կապ չունի, ինչ ցեղից ենք, ում ցեղից ենք, որ եկեղեցուց ենք, խոսքը ուղղված է այստեղ գտնվող բոլորիս։ Տերը ասում է, եթե դու ուզում ես ինձ երկրպագես, եթե ուզում ես ինձ երկրպագես, ուրեմն ամեն բանից առաջ ուղղիր քո ճանապարհները, քո ընթացքը, առաջի կետը։ Եվ ինչ ենք հասկանում Աստծո խոսքից, երբ որ Տերը ասում է, ուղեցեք ձեր ճանապարհը, ուղեցեք ձեր ընթացքը, Աստծո խոսքը մեզ հասկացնում է, որ դա վերաբերվում է մեր ոտքերին, իսկ ոտքերը դրանք մեր քայլերն են, եւ քայլերը դրանք մեր նախաձեռնություններն են։ Ժողովող 5-րդ գլխի առաջի խոսքում Տիրոջ խոսքն ասում է, երբ որ Աստծո տունը երթաս զգուշ եղիր ոտքիդ համար այնտեղ լինելու, չլինի որ ավելի մտիկ անելու համար եղիր այնտեղ, քանզ թե անմիտների նման քո զոհը մատուցանելու, քանզի նրանք չգիտեն, որ դրանով չարություն են գործում։ Այստեղից հասկանում ենք, սիրելի Աստծո ժողովուրդ, Տիրոջ խոսքն ասում է, երբ որ Աստծո տուն ես երթում զգուշ եղիր ոտքիդ համար, այսինքն կա այստեղ երկու ընտրություն, նախաձեռնություն։ Դրանք մեր նախաձեռնություններն են, մտիկ անելը կամ անմիտների նման մեր զոհը մատուցելը։ Նախ ասեմ նախորդ, որ այս խոսքը չի վերաբերվում զոհաբերության 10-րդին ընծային, որ չտալ, չէ, դրա մասին չի, ասում է անմիտների նման։ Բայց այսի ընդհանրապես խորհրդի կարգով ասեմ, երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, երբ որ հանդիպում ենք զգուշացեք, զգուշություն արեք, զգուշ եղեք բառերին, ուղղակի մի կարդացեք, անցեք նորից կարդացեք, մի քանի անգամ կարդացեք, որովհետև անմիջապես դրանից հետո կա վտանգ։ Այսօր մենք այստեղ հավաքվածներս ամեն մեկս հավատացինք Հիսուսի խոսքերին, հավաքվել ենք, Տերը ասեց երկու ճանապարհ կա, մեկը տանում է դժոխք, մեկը հավիտենական կյանք։ Եվ մենք եկել ենք հավիտենական կյանքի ճանապարհի մեջ։ Ու Տերն ասում է, զգուշ եղիր, այս ճանապարհի մեջ էլ կա զգուշություն։ Երբ որ մեքենայով ճանապարհ են գնում քաղաքից քաղաք, մենք օգտվում ենք երթևեկության կանոններից, զգուշացնող նշաններից, որպեսզի ժամանակին հասնենք տեղ։ Իսրայելը երբ որ դուրս եկավ Եգիպտոսից, 40 օրվա ճանապարհը անցավ 40 տարում, եւ ո՞րն էր դրա պատճառը, որ զգուշ չքայլեց Իսրայելը։ Աստծո խոսքի մեջ չմնաց։ Այսօր նույնը մենք Տիրոջ ճանապարհի մեջ ենք։ Եվ Տերն ասում է, չլինի որ անմիտների նման ձեր զոհը մատուցեք, քանզի նրանք դրանով չարություն են գործում։ Ժողովուրդ ջան, պետք չէ որ մենք այդ աշխարհի մեջ չարություն անենք ու դա դիտվի որպես չարություն։ Մենք արան կնենք եկեղեցու մեջ, անենք բաներ ու այդ բաները անելով դա դիտվի չարություն։ Ու ես մտածում եմ այս խոսքերի վրա, խնդրում եմ Տիրոջ ասում եմ ավելի բաց հասկանամ ինչ է այս ամենը նշանակում։ Ու մտածում եմ Կայենի մասին, ինչի համար Աստված մերժեց Կայենին, որն էր հիմնական պատճառը, ինչի Տեր մերժեց իր Կայենին, որովհետև հասկանում էի, որ զոհաբերության գաղափարը պատկանում էր Կայենին, հիմնադիրը նախաձեռնողը զոհաբերության այդ Կայենն էր, բայց մերժվում է հեղինակը։ Ուրեմն սրա վրա պետք է մտածենք ավելի խորը։ Եթե Աստված մերժում է հեղինակին, ուրեմն սա լուրջ պայման է, կանոն է։
Խնդրում եմ Տիրոջը, որ ավելի բացեր, ավելի հասկանայի ես ինչի համար մերժվեց Կայենը, կարդում եի Աստվածաշունչը ուրիշ թարգմանություն, ուզում եմ կարդանք հիմա այդ տեղը, խոսանք դրա մասին, Ծննդոց 4 գլուխ 6-րդ խոսքից կկարդամ։ Տեր Աստված Կայենին ասաց. Ինչու տրտմեցիր, ինչու մռայլվեց դեմքդ, չէ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում։ Հանգիստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու։ Տեսեք, ստե ինչ ասում Տերը։ Ասում է, չէ որ եթե դու արդարությամբ ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, դու մեղանչած ես լինում։ Արդեն մեղքը կա։ Ու ես մտածում էի սրա վրա, ումը պիտի բաժաներ Կայենը։ Հասկացա, որ Կայենը այգեգործ էր, հողագործ էր եւ Աբելը անասնապահ էր։ Երբ որ Աբելը եթում էր Կայենի այգին, Կայենի մոտ մի բան կար, ամենամեծ խնդիրը Կայենի այն էր, որ Կայենը ոչ հյուրասեր էր, ոչ կամեցող էր իր եղբոր հանդեպ։ Եվ ամբողջ խնդիրը ոչ կամեցողությունն էր Կայենի։ Եվ այդ ոչ կամեցողությունը բերում է շատ մեղքեր, նախանձատելություն, առավելություն, գերազանցություն, իր եղբոր հանդեպ անգամ զոհաբերության մեջ, եւ ընդհանուր անգամ միջև կարաբերի մահվան, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, Տիրոջ խոսքն ասում է, ցանկությունը հղիանալով ծնում է մեղք, իսկ մեղքերը հղիանալով ծնում են մահ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մենք այստեղ հավաքվածներս 2-3 եղբայր քույր չենք, հարյուրավոր եղբայրներ ու քույրեր ենք։ Եկեք այսօր ամեն մեկս քննենք մեր սիրտը։ Քանի որ մեր Աստված սրտագետ է, մենք կարող ենք այդքան էլ մեզ չենք ճանաչում, բայց Տերը կօգնի, որ լավելին ճանաչենք։ Ինչքանով ենք մենք կամենում մարդկանց։ Մեր եղբայրներին ու քույրերին, մեր հարևաններին, եթե մեկը մի հատ ավտո է առնում լավ, մեկը մի հատ շքեղ բնակարան, մենք ուրախանում ենք։ Ինչքանով է մեր սիրտը ուրախանում։ Եվ որ մեր եղբայրներն ու քույրերը հոգևորապես սկսում են աճել, մենք ուրախանում ենք դրա մեջ։ Կամեցողություն կա մեր մեջ։ Մի օրինակ եմ ուզում բերեմ, որ ավելի լավ հասկանանք, երկու հարևաններ են ելնում, իրար կողքով են ապրում։ Մի օր առավոտ այս հարևանը արթնանում է, տեսնում է, որ այս մյուս հարևանը բերել է իր դռան առաջ մի վեդրո թրիկ դրել։ Վերցնում այդ մի վեդրո թրիկը տանում, դատարկում է հողամասի մեջ, վեդրոն լվանում է, երեխուն ասում է բարձացի ծառը, ամենալավ խնձորները քաղի շարի մեջ է։ Տանում է գիշերը դնում է հարևանի դռան դիմաց։ Երեխեն ասում է հայրիկ չեմ հասկանում, մեր հարևանը բերում է թրիկ, դու տանում ես խնձոր, հայրը պատասխանում ասում է զավակս, մեր հարևանը այդ ուներ հետ էր բերել։ Մենք էլ խնձոր ունենք, խնձոր ենք տանում։ Այսօր ժողովուրդ ջան, իրոք նայենք մեր սրտին, մենք ինչ ենք ամենում մարդկանց։ Այս է կարևորը, որ մենք այսօր հասկանանք, որ մեկս մյուսի առաջ առավելությամբ ու գերազանցությամբ հանդես չգանք։ Տիրոջ խոսքը ասում է, երբ որ ընծատ կբերես, առաջ միտքդ բեր եղբորդ հետ, ոչ թե ասում է գնա ասա կներես ու վերջ արի, այդ դրանով սահմանափակվում է, չէ, կամեցողության հարցը լուծի։ Բարևով չի լուծվում մենակ, կամեցողությունը սիրտը փոխի։ Երբ որ ասում են քո տունը մարդ է գալի, հյուրասեր եղի, ամենալավը դիր, սա երկրպագության մեջ է մտնում, ժողովուրդ ջան։ Տեսեք, մենք այսօր ամեն մեկս մեղավոր կյանքից ենք հավաքվես դե։ Մեկը չկա մեր մեջ, որ ըստե կլի կաղինի ասի, ես արդար կյանքից եմ եկել։ Բոլորս էլ մեղավոր կյանքից եկած մարդիկ ենք։ Կապ չունի ով իշ չափի մեղքով է եկել, մի գողն էլ է գող, 10 գողություն անողն էլ է գող, մի սուտ ասողն էլ է ստախոս, 10 սուտ ասողն էլ է ստախոս, մի մարդ սպանողն էլ է մարդասպան, 10 մարդ սպանողն էլ է մարդասպան։ Կապ չունի ով ինչ մեղքով է այստեղ։ Բայց մենք եկածներս, այստեղ հավաքվածներս հավատացինք Տեր Հիսուսին, հավատացինք իր արյանը, հավատացինք խաչին, հավատացինք, որ Սուրբ Հոգին առանք։ Հիմա բոլորս հավատում ենք, որ մի ճանապարհի մեջ ենք, երկինք ենք եթում։ Իրավունք չունենք, ես իմ կյանքից եմ ասում, որ մեկս մյուսի առաջ առավելությամբ, գերազանցությամբ հանդես գանք։ Եթե մեկը ունի պարգև, եթե մեկը ունի շնորհք, դա պարծենալու համար չի, մեկս օգնելու համար է։ Մի հատ օրինակ բերեմ, որ պարզ լինի։ Երբ որ մենք երեխայի ենք, երեխեքով թաղի իջնում էին գետի ափը խաղալու, մոտ 15 երեխա 10։ Հետո որոշում ենք, որ գետը անցնենք այն կողմ, մեր միջի ուժեղները հավաքվում են։ Մի քանի հոգի այդ երեխեքին շալակած գետը անցկացնում ենք այն կողմ։ Հետո ձեր ենք բռնում, անցկացնում ենք, բայց այդ երեխեք կային մեր մեջ, որ իրանք ֆիզիկապես թույլ էին։ Իրանք ինքնուրույն չէին էլ կարող այդ գետը անցնեն։ Եթե մեր մեջ կան ուժեղներ, հոգով լեցված մարդիկ, դա նրա համար է, որ մենք մեկս մեկի պատժ կանենք, օգնելով իրար հասնենք մինչև երկինք, որի մեջ Աստված պիտի փառավորվի։
Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մատթեոսի ավետարան 20-րդ գլխում առաջի խոսքից չեմ կարդում, ժամանակը շատ արագ անցնում, պիտի հասցնեմ վերջացնեմ։ Տերը ասում է. «Եվ առավոտ կանուխ այգու տերը ելավ իր այգի համար մշակներ վարձելու, եւ նա նրանց հետ համաձայնվեցավ օրը 1 դահեկանի»։ Եվ գրված է տարբեր ժամերի այգու տերը գնում էր մարդկանց բերում էր իր այգին։ Երբ որ եղավ իրիկուն, այգու տերը կանչեց աշխատողներին եւ վերջի եկածներին տվեց 1 դահեկան։ Գրված է առաջինները տեսնելով տնջացին այգու տիրոջ առաջ ու ասեցին. «Չէ՞ որ մենք օրվա ծանրությունն ու տաքությունը քաշեցինք, բայց այս մարդիկ, որ ընդամենը 1 ժամ աշխատեցին քո այգու մեջ, տալիս ես նույն 1 դահեկանը»։ Եվ այստեղ այգու տերն ասում է. «Ընկեր, ինչի համար է քո աչքը չար, որ ես բարերար եմ, եւ միթե ես իշխանություն չունեմ, իրավունք չունեմ ունեցվածքի վրա»։ Սիրելի Աստծո ժողովուրդ, դա շատ կարևոր բան կա, կուզում շատ ուշադիր լինենք մեր կյանքերում, շատ ուշադիր լինենք։ Տեսեք Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք, ես հետ չեմ սխալվում, 2 տեղ կա Աստվածաշունչում, որ ընկեր բառը օգտագործվում է որպես օտարի հետ խոսալու միջոց։ Հիշում եք այնտեղը, երբ որ Տերն ասեց, ընկեր ուր են քո անդերսները, կապեք ձեռքերն ու ոտքերը գցեք դրսի խավարը։ Ընկեր, ինչի համար է քո աչքը չար, որ ես բարերար եմ։ Այսինքն սա նշանակում է, ոչ թե Տերը Աստվածաշունչում գրված է, որ Աստված զզվում է չար աչքից, ոչ թե մարդու աչքի կառուցվածքից, այլ մարդու ոչ կամեցողությունից, որը բերում է շատ մեղքեր, ժողովուրդ ջան։ Չլինի, որ մի օր մենք կանգնենք Տիրոջ առաջ ու Տերը հանգարտ լսենք մեր հետ ընկերով խոսա, օտարի պես խոսա մեր հետ։ Ու այստեղ Տերն ասում է, առավոտ կանուխ ելավ այգի համար մշակներ վարձելու, եւ նա նրանց հետ համաձայնեցավ, ինքը համաձայնության եկավ։ Այսինքն մշակները պահանջներ դրեցին այգու տիրոջ առաջ, բայց մյուս մշակները պահանջ չդրեցին։ Այստեղից մենք հասկանում ենք, որ Աստծո այգու մեջ լինելու են 2 կատեգորիաներ, 2 սրտեր, թելադրողներ, թելադրվողներ, կամեցողներ եւ ոչ կամեցողներ։ Բայց եկեք այսօր մենք ուրիշներին չնայենք, մենք մեզ նայենք, մենք որ կատեգորիայի մեջ ենք մտնում։ Դրա համար էլ Մատթեոսի 19:30-ում Տերն ասեց, եւ շատ առաջիներ վերջիներ կլինեն։ Մատթեոսի 20:16-ում Տերն ասեց, շատ վերջիներ էլ առաջիներ կլինեն։ Տեղերի փոփոխություն արեց Տերը։ Ժողովուրդ ջան, մտածենք սրա վրա։ Մեր երկրպագության հիմքը լսելուց է։ Տիրոջ խոսքը, երբ որ դու գալիս եք իմ տուն, ավելի մտիկ անելու համար եղեք իմ տան մեջ։ Իսկ մտիկ անելը դա լսելով լսելն է, մտիկ անելը դա սրտի մեջ խոսքը ընդունելն է։ Առակաց 22:17-ում գրված է, երբ որ Աստծո տուն ականջը ծռիր, գրված է, ականջը ծռիր, ականջը տուր իմաստությանս ու սիրտը տուր իմ գիտությանս, եթե անոնք երկուսն էլ քո սրտիդ մեջ պահես հաճելի են։ Այսօր մենք ունենք ականջներ եւ մեր ականջները աշխատում են խոսքը փոխադրող, խոսքի փոխադրամիջոց։ Այսօր մենք կարանք խոսքը ընդունենք, կարանք չընդունենք, կարա խոսքը մտնի այս կողմից գնա, այն կողմից դուրս գա, կարա խոսքը գա բարձրանա մեր ենթագիտակցության մեջ։ Այդ ժամանակ մենք էլի կլինենք եկեղեցում, բայց կունենանք մեծ գլուխ, կունենանք փուճուր մարմին, հոգևոր կյանքում մենք ռախի դավատացյաններ կլինենք։ Բայց երբ որ Աստծո խոսքն ասում է երկուսն էլ պահի քո սրտի մեջ, այդ ժամանակը որ Աստծո բարեհաճությունը գալիս է մեր կյանքի մեջ։ Հովանու ավետարանում Տերն ասում է. նայեցեք, թե ինչպես կլսեք խոսքը։ Մենք նայենք այսօր ինչպես ենք լսում խոսքը, այդ խոսքը ականջից մտավ ուր գնաց։ Մենք կարանք հետևենք այդ խոսքին։ Ըստ իմ դուրը շատ է գալի, երբ որ Տերն ասում է, ականջը ծռիր։ Գիտեք ես ինչ է նշանակում, ես ցենց եմ հասկանում, որ հարգանքով եղի իմ խոսքի հանդեպ։ Խոսքը որ լսում ես, ուղղակի լսում ես։ Խոսքը կա, որ դու հարգանք ես ցույց տալի այդ խոսքի հանդեպ։ Տերը ուզում է, որ մենք հարգենք իր խոսքը։ Ու այն պահենք մեր սրտերի մեջ։ Ասում է, իմաստությունը, գիտությունը, անոնք երկուսն էլ պահի քո սրտի մեջ։ Ասեմ, որ գոյություն ունի գիտության եւ իմաստության խոսք, պարգևներ, եւ ես համոզված եմ, որ մեր բոլոր հովիվները ունեն այդ պարգևը։ Ժողովուրդ ջան, այսի կարևոր բան եմ ասում, որ մեր հովիվները ունեն թե գիտության եւ թե իմաստության խոսք պարգև։ Մի կարճ օրինակ բերեմ ամեն մեկից, որ բարձ հասկանանք, ենթադրենք մեկի կյանքում խնդիրներ է առաջացել, բայց այն չէ, որ եթացնուն աղոթես ասես, Տեր իմ խնդրում եմ, ինձ տուր իմաստություն ու գիտություն, օրերով ծոմ պահես, քնես, հլնես, մտածես, որ առավոտ է իմաստուն մարդ ես արդեն։ Չէ, Տերն ասում է, անոնք երկուսը պահի քո սրտի մեջ, ականջը տուր ու պահի։ Պատկերացրեք մեկի կյանքում մի հատ խնդիր է առաջացել, մի հատ դժվարություն իր ընտանիքում, լավ։
Մոտենում է հովին, ասում է հովիվ, իմ ընտանիքում սենց դժվարություններ ունեմ։ Հովիվը լսում է։ Ոնց է, որ եթե մեզ բժշկի պատմես քո ցավերի մասին, թղթի վրա գրում է դեղերը, ասում է գնաք օգտագործես։ Հովիվը լսելով, քանի որ ինքը ունի գիտության իմաստության խոսք-պարգև, կարում է ինքը ճիշտ դեղերը տա, ասի գնա արա կամ մի արա։ Ես միշտ, չգիտեմ, խի տենց եմ պատկերացնում, որ Աստվածաշունչը նման է դեղատան։ Պատկերացրեք, երբ որ եթանք դեղատուն, ընդ նստած է համապատասխան դեղագետ մասնագետը, չէ՞։ Ասում ենք մեկ գլխացավի դեղ դուր, ինքը ճիշտ դեղը տալիս է, բայց պատկերացնում եք, եթե ընդ մասնագետ չի նստած, սխալ դեղ տա, մեր վիճակը ինչ կլինի։ Դրա համար եկեղեցում, այս խորհրդի կարգով եմ ասում, եթե մի մարդ ասենք օրինակ, դա կյանքի մեջ մի անգամ Աստվածաշունչը կարդացել, չունի գիտության խոսք, չունի իմաստության խոսք, դու էլ ինչ-որ հոգևոր հիվանդություն ես ստանում, դժվարություն ունես, այդ մարդը կարող քեզ մտնես դեղ տա, որ հիվանդությունը շատ երկարի։ Այդ ժամանակ հովիվները երկար ջանք թափեն, որ միջև բուժվես։ Դրա համար խորհրդի կարգով, որ մենք ամեն մեկս, ես հավատում եմ, որ մեր հովիվներն ունեն թե գիտության եւ թե իմաստության խոսքի պարգևներ, եւ Տիրոջ խոսքն ասում է, անոնք, եթե քո սրտիդ մեջ պահես, հաճելի են, առաջինը Աստծուն պետք է լինի հաճելի։ Մենք պետք է ոչ թե մարդահաճո կյանք ապրենք, այլ Աստվածահաճո կյանք ապրենք։ Աստվածահաճո կյանք։ Ես մի անձնավորություն կար, աշխարհում ինքը հեղինակություն ուներ, ճանաչում էին իրան։ Տերը կպավ իր սրտին, ինքը եկեղեցի եկավ։ Ինչ որ ժամանակ հետո իր մեջ ձևավորում էր Քրիստոս, այն էլ խաչը ելած Քրիստոս։ Ինքը ամուսնացած ուներ մի փոքրիկ երեխա։ Մի կար ժամանակ հետո կինը վերցրեց երեխային, բաժանվեց, գնաց, ասեց, ես չեմ ուզում, որ դու իմ ամուսինը հավատացյալ լինի, ես ուզում եմ այն հեղինակության տեր մարդը լինես դու։ Ամուսինը չգնաց կնոջ հետևից, մնաց Աստծո մեջ։ Մի կար ժամանակ հետո այս մարդը մահացավ։ Բայց այս մարդը Աստվածահաճո կյանք ապրավ։ Դրա համար Տիրոջ խոսքն ասում է, ինչ օգուտ մարդին, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց ինքը իրան մի օր կորցնի, ժողովուրդ ջան։ Մենք շատ սուրբերի գիտենք Աստվածաշնչում, Աստվածահաճո կյանք ապրեցին, բայց ոչ մարդահաճո կյանք։ Նեղություն, տառապանք, հալածանք։ Սա է Աստծո ուզածը։ Եվ Տիրոջ խոսքն ասում այս բաները քեզ այսօր եմ իմացնում, որ քո ապավինությունը Տիրոջ վրա լինի։ Նախ մի հատ էլ խոսք կա, ասում է այս խոսքերը, որից հետո քո շուրթերի վրա պիտի հաստատեմ։ Գիտեք, երբ այդ խոսքը մեր շուրթերի վրա հաստատվում, երբ որ իմաստությունը, գիտությունը պահում ենք մեր սրտի մեջ, երբ որ դու այդում ես կանգնում ես հիվանդի առաջ ու ասում ես Հիսուս Քրիստոսի անունով էլի կանգնի, Տերը հաստատում է քո շուրթի վրա։ Հիշում եք Մարգարեն փակեց երկինքը անձրև չեկավ, Տերը հաստատեց խոսքը իր շուրթերի վրա։ Երբ որ հռչակումներ կանենք, այդ ժամանակ Տերը կհաստատի խոսքը մեր շուրթերի վրա։ Թող Աստծո անունը փառավորվի, թող Տերը փառավորվի։ Սիրելի Աստծո ժողովուրդ, շարունակության մեջ ես էլ ասեմ ու ավարտեմ, ասում է, այս ամենը քեզ այսօր եմ իմացնում, որպեսզի քո ապավինությունը Տիրոջ վրա լինի։ Մենակ այն մարդը կարող ապավինի Տիրոջը, երբ որ իմաստությունը, գիտությունը բերում է իր սրտի մեջ։ Մենք կարանք ստեգանք հավաքվենք, ասենք փառք քեզ, ալելույա, օրհնյալ ես, դու մեր ապավեն ես, երգեր երգենք, բայց դուրս գանք այստեղից, այդանք մտնենք մի միջավայր ու սկսենք խոսալ, ասել, գիտեք, ռուսական բանակը ավելի ուժեղ է, ամերիկական զենքերն ավելի լավն են, ինչքանով ենք մենք փառավորում Աստծուն։ Մի օրինակ բերեմ Աստվածաշնչից, Հոբի կյանքում ինքը դժվարության մեջ էր, բայց Աստված փառավորվում էր։ Անկամ մենք ամենածանր դժվարության մեջ կարանք փառ բերենք եւ Աստծո խոսքն ասում է ինձ փառավորողներին էլ ես կփառավորեմ։ Հոբի կյանքը մեր աչքի առաջ է։ Աստված տվեց պատասխանը։ Թող Աստծո անունը փառավորվի։ Այսքանն է։ Դերը կանգնենք աղոթքի։ Փառավոր Աստված, սիրելի մեր Տեր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված քո բոլոր խոսքերի համար։ Շնորհակալ ենք մեր Աստված քո համբերության համար, քո ողորմությունների համար, քո անսահման սիրո համար։ Մեր Աստված, շնորհակալ ենք։ Այո Տեր, մենք արժանին ենք քո բարկության գավազանին անգամ ծեծվելուն։
Շնորհակալ ենք, որ քո նման Աստված ունենք, որ համբերել ես մեզ, որ սիրել ես, ողորմացել ես, սպասել ես։ Շնորհակալ ենք այս ամենի համար։ Շնորհակալ ենք մեր մեծ Աստված, որ այսօր քո տան մեջ ենք։ Ների մեզ մեր բոլոր բացթողումների համար, սխալների համար։ Օգնիր մեզ, որ մեր կյանքի բոլոր օրերում մենք լինենք քո տան մեջ։ Սովորեցրու խրատի հանդիմանի լինի ողջ փառքը, պատիվը, օրհնանքը միայն քեզ։ Թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանս հավիտենից